Բարև ձեզ։ Ինչ անել, որպեսզի մեր ժողովրդի մարտական ոգին բարձրանա եւ հնարավորություն ունենանք չընկճվել, չվախենալ մեզ սպառնացող պատերազմից, որովհետեւ մենք տեսնում ենք Ադրբեջանի գործողությունները դեպի դրան են տանում եւ անընդհատ նաեւ այս իշխանությունները որևէ զիջում արդարացնելու համար ասում են դե պատերազմ կլինի։ Զիջումների այս մարտիկան, որ իրանց համար այդ զիջումները ուղղակի հերթական քաղաքական ինչ-որ արշավ է, բայց չզիջողները նրանք նաև պայքարում են։ Եթե ազգի մեջից վերանում է պայքարողի հոգին, ազգը ինքը իրանով ժամանակի ընթացքում դառնում է լճացված վիճակ։ Իսկ ամեն լճացված վիճակ ժամանակի ընթացքում պիտանի չի դառնում։ Եվ պայքարողները դրանք հենց ազգի հերոսներն են, սկսած այս տղաներից, առաջի պատերազմից սկսած, մինչև վերջի պատերազմը, որ ստեղ նրանք պայքարող տեսակներն են եղել։ Այդ պայքարող տեսակները հիմա էլ կան, որ պետք է պայքարեն։ Մենք պայքարող հրամանատարներ ունենք, ովքեր պայքարում են, որ այդ զիջումները չլինեն, այդ պայքարող հրամանատարները այսօր փակված վիճակում են։ Խոսքս վերաբերում է, խոսքս Գասպարյան Սերոփի մասին է, Պավլիկի մասին է, Մանուկյան Պավլիկը, գործող հրամանատարներ են։ Այսօր իրանց զորքը սահման է պահում։ Զորքը իր հրամանատարի կարիքն է ազգում, բայց հրամանատարի հանդեպ շինչու քրեական գործ է կատարվում։ Նկատի ունեք Սև Հովազը, հրամանատար, հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայր, ներկայիս Սև Հովազ ջոկատի հրամանատար Գասպարյան Սերոփը, որի հանդեպ շինչու գործ է կատարվում։ Մենք այս ձև ենք վերաբերվում պայքարող մարդկանց, բայց մենք, որպես ազգի պայքարող տեսակ, չպետք է կոտրվենք, պետք է շարունակենք նաև պայքարել, որ Ադրբեջանի այդ կոչերին, թե պատերազմ կլինի, այս կլինի, այն կլինի, դուբո ժամանակ էլ երկրները մեկը մյուսին հայտարարում են պատերազմական կոչեր, բայց վախկոտի դերում լինելու դեպքում մենք կկորցնենք նաև այն ինչ որ ունենք։ Դրա համար են հերոսները, որ այսօր գործող հրամանատարները, որ կան, այդ հրամանատարները պետք է լինեն իրանց զորքի կողքին եւ ազգը պետք է լինի այդ մարդկանց կողքին։ Ապրիլի 15-ին ժամը 2-ին Սերոփ Գասպարյանի դատն է։ Ես նաեւ ուզում եմ առիթից օգտվեմ, կոչ անեմ, որ բոլորը ազատամարտիկները, բոլոր ժողովուրդը հավաքվեն եւ իրենց արդարացի խոսքը ասեն դատարանին եւ իշխանություններին, որ հերոսների հանդեպ է չի տեսվարվել։ Թող Աստված մեր ժողովրդին օգնական լինի, որ մեր ժողովուրդը իրոք հասկանա հետ դառնա իր ակունքները, հետ դառնա իր արժեքներին, իր ազգային արժանապատվությանը, այն ժամանակ մենք հաղթանակ, մենք ունեցել ենք շատ պարտություններ, դավաճանների պատճառով, վախենալու պայքարելու պատճառով, մենակ կորցրել ենք, բայց հերիք է արդեն։ Պետք է պայքարենք եւ մեր արժանապատվությունը պետք է վերականգնենք։ Ձեզ ինչպես եմ ազգին օգնական լինի։ Արություն Ստեփանյան, ազատամարտիկ։ Շնորհակալ եմ։ Կանտրեմ։